Ես Արակ Ուրազյանն եմ, այսօր Լոս Անջելեսում ապրիլի 17-ն է, այսօր մեր հյուրն է հեռավար կարգով Գևորգ Սաֆարյանը, ողջույն Գևորգ, շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Ողջույն Արա ջան, շնորհակալ եմ հաղորդման հրավիրելու։ Ես նայեցի, ոնց որ ահագին թվում էր մենք վերջի հաղորդումից հետո կարճ է, բայց պարզվեն ամիսներ է անցել եւ բավականին թեմատիկաներ ունենք քննարկելու եւ մեր ունկնդիրներն էլ մենք որպես կանոն ուղիղ եթեր ենք դուրս գալիս եւ ձեզ էլ առավոտ շուտ վաղ առավոտյան միացրեցինք այս հաղորդմանը եւ բոլորը կարող են իրենց հարցերը նաեւ ուղղել ուղիղ եթերի կարգով, մենք ազատ ենք այդ քննարկումները անելու Եվ ուզում եմ հենց քանի որ եւ հաղորդաշարն է մեր կոչում իրավունք եւ պահանջատիրություն եւ գալիս է ապրիլի 24-ը մի քանի օրից ընդամենը կուզենայի ձեր կարծիքը ընդհանուր այս 115-ամյակի հետ կապված արդեն փաստորեն մենք 110-ամյակի հետ կապված փաստորեն մենք անընդհատ գնում ենք այդ ցիկլի մեջ որ 60-ական թվերից այդ շարժումը եղանի ձևավորվեց ընդվզումը հայ ժողովրդի սովետական այդ տարիների պայմաններում, բայց հետո ինչն էր պատճառը ձեզ կամ ինչու այս շարժումը ի վերջո հանգեց այդ ցեղասպանության ճանաչման խղճուկ ըստ էության, չգիտեմ իմ անձնական կարծիքն է դա, մի ոչինչ չտվող եւ այսպես հսկայական ռեսուրսներ հայությունից խլող բայց ոչինչ չտվող արդյունքին։ Ինչու սա չդառավ իրական իրավունքի ու պահանջատիրության խնդիր, այլ դարձավ ընդամենը, չգիտեմ, այս նահանգը, այս գյուղը, չգիտեմ, այս անիմաստ, անօգուտ, անտրամաբանական շարժման։ Ես ցավոք սրտի մենք այդ արդյունքը ունենք այսօր 110 տարի հետո ընդամենը հրճվում ենք, չգիտեմ ինչի որ ինչ-որ մեկը ճանաչում է ու միշտ իմ մոտ այդ բանն առաջանում համեմատական որ որևէ հրեայի եթե ինչ-որ հարցականի տակ դնես իր մոտ հոլոկոստի եղելության փաստը ուղղակի կվիրավորվի եւ նաեւ գուցե վիրավորի քեզ իսկ մենք հայերս չգիտեմ ինչի ընկել ենք այս ցիկլի մեջ սկսենք դրանից հետո հարցերը կուղամ խնդրեմ Գևորգ Այ հենց սկսենք այդ համեմատությունից հոլոկոստի եւ հայոց ցեղասպանության միջեւ։ Հոլոկոստի պարագայում Գերմանիայում ապրող հրեաներին եւ ոչ միայն Գերմանիայում ապրող հրեաների նկատմամբ սկսվեց ցեղասպանություն, այսինքն այդ ցեղասպանությունը կոնկրետ բացառապես տվյալ ազգի դեմ ոչնչացման նպատակով գործողություն է։ Սակայն հայոց ցեղասպանությունը դա ուներ նաև այլ հիմքեր, այսինքն այստեղ կար Հայաստանի խնդիրը, կար տարածքների խնդիր եւ ըստ էության Թուրքիան ընտրել էր չկան հայեր եւ չկա խնդիրներ մոտեցումը, այսինքն հայկական հարցը չէր սկսում հայոց ցեղասպանությամբ, հայոց ցեղասպանությունը հայկական հարցի մի մասն էր եւ քանի որ մենք ապրում էինք սովետական դարաշրջանում, սովետական գաղութում, իսկ այսօր նեոգաղութում ենք ապրում վերջին 30 տարիների ընթացքում, ապա գաղութարարը թույլ չտվեց, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը բարձրացնի իր իրավունքների վերականգնման խնդիրը։ Ինչի արդյունքում մենք հիշենք, որ սովետական դարաշրջանում սովետական միության իշխանությունները խիստ խոչընդոտում էին ուրեմն ցեղասպանության հարցի բարձրացումը եւ քանի որ բավականին բարձր ալիք բարձրացավ, սովետական իշխանությունները ընդհանրապես թույլ տվեցին, որ Հայաստանում լինի մի հուշարձան եւ մարդիկ ապրիլի 24-ին այցելեն այդ հուշարձան եւ իդեպ պահանջում էին, որ այդ ամենը լինի շատ լուր այցելություն Ծիծեռնակաբերդ, ծաղիկների խոնարհու եւ բոլորը գնացեք տուն։ Այս ամենը շարունակվեց նաեւ ուրեմն Յետսովետական դարաշրջանում եւ այս ամենը շարունակվում է մանավանդ այսօր։ Այսօրվա Հայաստանի գաղութային ադմինիստրացիան, որը վարում է բավականին պրոթուրքական քաղաքականություն, ամեն կերպ փորձում է ուրեմն կոծկել այն հանգամանքը, որ տեղի ունեցել հայոց ցեղասպանություն, Հայաստանը
Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով Հայոց ցեղասպանությունը դնում են կասկածի տակ, ինչը հայտարարություն է, երբ որ օվկիանոսից այն կողմ գտնվող Լեմկինի ինստիտուտը երկու անգամ արդեն հայտարարություն է տարածել, որ Հայաստանի իշխանությունները եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը տանում են մերժողական քաղաքականություն Հայոց ցեղասպանության նկատմամբ։ Այսինքն օտար պետությունում գտնվող մի ինստիտուտ, բավականին հայտնի ինստիտուտ, հայ ժողովրդի իրավունքները պաշտպանում է Հայաստանի իշխանություններից։ Դա հայտարարություն։ Եվ ես հիշեցնեմ, որ անցած տարի, երբ որ մենք այցելել էինք Ծիծեռնակաբերդ, այնտեղ մի շարք մեր աջակիցները եւ ոչ միայն մեր աջակիցները սկսեցին վանկարկել Նիկոլ Ցեղասպան, Նիկոլ Մարդասպան, Ազատ անկախ Հայաստան նման վանկարկումներ եւ ռեժիմի ամբողջ ռոպագանդան սկսեց խոսել, որ ուրեմն ապրիլի 24-ը բարձրաձայնելու օր չէ, ապրիլի 24-ը սգո օր է։ Եվ նույնը ասում էին սովետական իշխանությունները եւ հիշեցնեմ, որ ամեն ապրիլի 24-ին սովետական իշխանությունները Շիրազին ըստ էության բանտարկում էին, տնային կալանք էին տալիս, որ հանկարծ նա չկարողանա դուրս գա, որովհետեւ Շիրազը այն մարդն էր, որը ասում էր, որ ապրիլի 24-ը դա լռության օր չէ, ապրիլի 24-ը սգո օր չէ, այլ հենց պահանջատիրության օր է, այլ բարձրաձայնելու օր է։ Նաեւ ժամանակին Սևակը ուրեմն իր եռաձայն պատարագում տողեր գրեց, որ բավական է լռենք, շշնջանք մեր ներսում, ժամանակն է գոռանք մեր շուրջ։ Այսինքն, որը նույնպես այդ Շիրազի մոտեցման մի մասն էր, կարելի ասել, որ ապրիլի 24-ը կամ Հայոց ցեղասպանության հարցը չպետք է լինի զուտ սգո արարողություն, ուղղակի այցելություն Ծիծեռնակաբերդ, այստեղ կան իրավունքների խնդիր եւ պահանջատիրության խնդիր։ Մենք ցավոք սրտի մինչ օրս մնացել ենք գաղութում եւ գաղութարարը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը բարձրացնի պահանջատիրության խնդիր։ Ես հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության օկուպացիայից հետո, այսինքն 1920 թվականից հետո ձևավորվեց ռուս-թուրքական ճարտարապետություն մեր տարածաշրջանում, ստորագրվեց Մոսկվայի պայմանագիրը եւ ըստ այս մոտեցումների, ռուս-թուրքական մոտեցումների, ուրեմն այս տարածաշրջանում Հայաստանի Հանրապետություն կոչվող գոյակցությունը պիտի լիներ սովետական Հայաստան։ Երբ որ մենք բարձրացնում ենք պահանջատիրության խնդիրը, նաև առաջ է գալիս այն հանգամանքը, որ 1920 թվականին Խորհրդային Ռուսաստանը օկուպացրել է Թուրքիայի հետ միասին, օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքը եւ միասին կիսել են տարածքը Արաքս գետով։ Եվ ըստ էության քանդվում է այն ճարտարապետությունը, որը ռուսներն ու թուրքերը միասին են կառուցել եւ Սուրբ կովի նման պաշտպանում են դա։ Հիշեցնեմ, որ անգամ Ռուսաստանի նախագահան ժամանակին Մոսկվայի պայմանագրի օրիգինալ տարբերակը նվիրաբերեց Էրդողանին, ցույց տալով, որ իրենք եւ նաեւ Թուրքիան այսպես Սուրբ կովի նման այդ պայմանագիրը պաշտպանում են։ Նաեւ պետք է հասկանալ, որ միայն Թուրքիան եւ Ռուսաստանն են ընդունում Մոսկվայի պայմանագրի այսպես իրավականությունը, ինքը չի հանդիսանում ըստ էության միջազգային պայմանագիր, քանի որ կնքվել է այդ պայմանագրի առնվազն մի հատվածը կնքվել է այլ պետությանը վերաբերվող հարցում, իսկ Հայաստանը դրան համաձայնություն չի տվել։ Այս ամբողջ ճարտարապետությունը կփլուզվի, եթե հայ ժողովուրդը բացի սգալուց նաև բարձրացնի պահանջատիրության հարցը։ Սա է պատճառը, որ Հայաստանը լինելով ռուսական գաղութ, այդպիսի հարց չի բարձրացնում։ Իսկ այսօրվա իշխանությունները նաև խիստ պրոթուրքական քաղաքականություն ունենալով դեռ այդ սգո հանգամանքներ փորձում են հանել եւ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանության հանգամանքը։ Հասկանալի է, Գևորգ, մեր հռչակագրում, որը այսօր այսպես բանի թեմա է դարձել քննարկման, կա ոնց որ կան հիշում եմ Արևմտյան Հայաստան եզրույթը, որը ըստ իս իրավական, այսինքն ինչքանով մենք իրավական հիմք ունենք հետամուտ լինելու եւ այսինքն
ճանաչում եւ դրա հետևանքներ որտեղ է մեր օրենսդրությունը այդ մասով, որ հռչակագրում ես կարծում չեմ հանդիպել Արևմտյան Հայաստան եզրույթը, հռչակագրում նախաբանում կա հղում 1918-20 թվականներին ստեղծած պետության ժողովրդավարական իրավական ավանդույթների ժառանգորդության։ Մենք պիտի հասկանանք, որ առաջին եւ միակ հանրապետությունը դա գտնվել է Արևելյան Հայաստանի տարածքում, ոչ Արևմտյան։ Ուղղակի սա նաեւ թուրքական եւ ռուսական պրոպագանդայի հետևանք է, որ Արաքսից այն կողմ ընկած հատվածը դա Արևմտյան Հայաստանն է։ Դա Արևմտյան Հայաստանը չի, դա Արևելյան Հայաստան։ Ուղղակի քանի որ ուրեմն Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունը կիսեցին Արաքս կետով, դրանից հետո սկսվեց Հայաստանում պրոպագանդա, որ հայ ժողովրդի շրջանակներում քարոզչություն էին իրականացնում, որ Արևմտյան Հայաստանը դա Արաքսից այն կողմ ընկած հատվածն է։ Դա այդպես չի, դա դեռ Արևելյան Հայաստան։ Ինչ վերաբերվում է այդ հղմանը 1918-20 թվականների ստեղծված պետությանը, ապա այստեղ հեղինակները կարծես հեգնում են, ձեռ են առնում ժողովրդին, ասելով, որ մենք գիտենք, որ գոյություն է ունեցել 1918-20 թվականներին պետություն, սակայն մենք այդ պետության իրավահաջորդը չենք դառնալ։ Այսինքն, եթե գոնե այդ հղումը չլիներ, կարելի էր մտածել, որ հռչակագրի գրողները, չգիտեմ, բութ հիմար մարդիկ են եղել եւ չեն իմացել, որ 18-20 թվականին պետություն է եղել։ Սակայն երբ որ նրանք դա գրում են, կարծես թե ասում են, որ մենք լավ էլ գիտենք, բայց նրա իրավահաջորդը չենք դառնալ։ Եվ այստեղ հարց է առաջանում, եւ եթե դուք բարձրաձայնում եք, ասում եք, որ այդ պետությունը եղել է, ապա ինչ է եղել այդ պետության հետ։ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս չի տվել քաղաքական գնահատական, թե 20 թվականին խորհրդային Ռուսաստանի ներխուժումը այսօր Կովկաս ինչ էր հանդիսանում։ Դա հանդիսանում էր հրավեր, հանդիսանում էր օկուպացիա, հանդիսանում էր, չգիտեմ, իրավական գործողություն։ Ես հիշեցնեմ, որ հենց մեր հարևան Ադրբեջանը սահմանադրական մակարդակով սահմանել է, որ ռուսական խորհրդային Ռուսաստանի զորքերի հայտնվելը Ադրբեջանի տարածքում հանդիսանում է օկուպացիա եւ Ադրբեջանը չի հանդիսանում սովետական Ադրբեջան կոչվող վարչական տարածքի իրավահաջորդ։ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները արեցին լրիվ հակառակը, շեշտելով, որ մենք գիտենք, որ գոյություն է ունեցել 18-20 թվականներին պետություն, առաջին իսկ կետով հայտարարեցին Հայաստանը սովետական Հայաստան կոչվող վարչական տարածքի իրավահաջորդ եւ հայտարարեցին, որ ոչ թե Հայաստանը վերականգնում է իր պետականությունը, որը կորցրել էր 20 թվականին, այլ ստեղծում է նոր պետականություն, որը հիմնվում է սովետական Հայաստան վարչական տարածքի վրա։ Այս գործողության համար հայ ժողովուրդը վճարել եւ վճարում է իր զավակների արյուն։ Գևորգ, ուրեմն ես ընթացքում բացեցի հռչակագրի տեքստը եւ ուղղակի կարդամ, որ հետո նաեւ ձեր խոսքը շարունակեք այդ մասով։ Ուրեմն 11-րդ նախավերջին կետը ասում է հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Ձևակերպումը այսպիսին է, եւ այսօրվա պես, չնայած ինչքան 35 տարի է անցել, կլրանա 35 տարին, հեսա մի քանի ամիս հետո, ես այսօրվա պես հիշում եմ այդ քննարկումները եւ այսօրվա պես հիշում եմ այն երևի առաջի ցայտուն այսպես ժայթքումներ են կեղտի չեկիստական թույնի, որ եկավ Տեր-Պետրոսյան կոչեցյալից եւ այդ դալիճում, որը նույնիսկ հիմիկվա համար մի քիչ անպատկերացնելի է, այդ դալիճը, որտեղ ասենք կային մտավորականներ, Հրանտ Մատևոսյան, Սարգիս Մուրադյան եւ այլն, ասենք, չգիտեմ, սարեր, ծորերը, չգիտեմ, աշխարհների տարբերությունն է այսօրվա ազգային ախորժի հետ համեմատած, այնտեղ
նույնիսկ այս ձևակերպումներին հիշում եմ, որ մեծ հակազդեցություն կար Տեր-Պետրոսյան, Աշոտ Մանուկարյան այդ խաժամուժի, որոնք ինչ-որ բան էին ձեռք բերել եւ այն հայտնի բանը, որ ձևավորվեց Տեր-Պետրոսյանի դրսում նարինջ ուտողները չպետք է պարտադրեն, նույնիսկ հեսա բանով գալիս է մտքից, որ դա նույնիսկ առաջարկներ եղավ, այն ժամանակ կային ճիշտը Հայրիկյանը չկար, բայց կային Աշոտ Նավասարդյան եւ առաջարկներ, ասենց աղոտ եմ հիշում, որ առաջարկ եղավ նաեւ կոչել Արևելյան Հայաստանի Հանրապետություն, այսինքն ջանքեր շատ քիչ այսպես պայծառ դեմքեր կային ազգային այն ժամանակ Գերագույն խորհրդում, որը նույնիսկ սրանք որ կա մեծագույն ջանքերի շնորհիվ է եւ եթե մենք այդ բանը ունենայինք այսպես մյուխը զգացողությունը թե ուր էր տանելու արդեն այդ օրերին էր պարզ ընդամենը 20 օր էր չէր անցել Լևոն այդ Անդրեյ Պետրոսյանի ընտրվելուց արդեն այդ թույն ու թարախը գնում թափվում էր փաստորեն այս նախադասությունը հռչակագրում կա եւ դրա ուղղակի եզրույթը ոչ իրավականը Արևմտյան Հայաստան եւ ամեն դեպքում Ադրբեջանը այսօր ջանքու երրանք չի թափում Հայաստանի իր այդ կեղտոտ խելագար դրածոյի հետ, որ այս հռչակագրի գոնե այս կիսատ պռատ ձևակերպումները մտնեն բանի մեջ։ Մի հատ ուրիշ հարց մոտս հղացավ Սովետական Միությունում բռնաճնշումներ էին եւ սա իրոք ոչ թե հիշատակի հետ մեկտեղ ոնց որ նոր պայքարի շունչի բաներ այդ 60-ականներին ձևավորված հալա բա Սփյուռքում էլ հո այդ բռնաճնշումները չկային ոնց որ այս Դաշնակցության Հայաստանի Հանրապետություն այսպես ստեղծելու հիմնական վայրը կրող այդ կուսակցության այդ ազգային այսպես ուժերը ինչու գնացին ճանաչման եւ ոչ թե հետևանքների հատուցման տարածքների, չգիտեմ, մյուս ինչու այդ ամբողջը դարավ տաշի տուշիներ ամեն տարի թուրքական դեսպանատների մոտ ինչ որ դրոշ վայրելով ավարտվում է այս ամեն ինչը ինչու ենք այդ ցիկլի մեջ ընկել ինչն է պատճառը հո արևմուտքում էլ չգիտեմ միացյալ նահանգներում էլ հո այդ խնդիրը չկար ով էր ճնշում նույն դաշնակցությանը նույն հայտարարին հետամուտ լինել Այդ խնդիրը կա Արևմուտքում կամ Միացյալ Նահանգներում մարդկանց ոչ մեկ չի ճնշում, բայց այն ուժերը, որոնք որ ըստ էության իրենց վրա են վերցրել ցեղասպանության հարցի քննարկումը, այդ ուժերը նույնպես կառավարվում են նույն կետից, կառավարվում են Մոսկվայից։ Եվ շատ փոքր քանակությամբ մարդիկ, ովքեր կան Սփյուռքում, անհատներ կամ փոքր խմբեր, նրանք բարձրացնում են իհարկե հարցերը, որ մենք ոչ միայն պիտի սքանք, այլ նաև մեր իրավունքների վերականգնման խնդիր պիտի բարձրացնենք, այս մարդկանց դարձնում են սպիտակ ագրավ, այս մարդկանց փորձում են ուրեմն ուղղել լուսանցքից դուրս, ասելով, որ դուք խանգարում եք անգամ, պատճառը նույնն է, պատճառը նույն կայսրությունն է եւ նույն կայսրության կողմից կառավարումն է, ինչի հետևանքով այո, այսպես թույլատրվել է միայն բարձրացնել այն հարցը, որ տեղի է ունեցել հայոց ցեղասպանություն, թե տեղի չի ունեցել հայոց ցեղասպանություն, այսինքն նաև սփյուռքյան կառույցները ըստ էության նաև մենք պետք է հասկանանք, որ տարիներ շարունակ հայոց ցեղասպանության հարցով սփյուռքյան կառույցներին, այսպես են բավարարել են սփյուռքյան կառույցների պահանջները գործուն քայլեր կատարել Հայաստանի համար։ Երկու գործոն է եղել, այսինքն Հայաստանից կառավարվող ուրեմն սփյուռքյան կառույցները բարձրացրել են երկու հարց։ Դա հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լոբինգն է, եւ երկրորդը դա տարին մի անգամ ինչ որ գումարի հավաքում եւ Հայաստանին այդ գումարը օգնելու գործողությունը։ Որևիցե այլ հարցում Հայաստանից կառավարվող կուսակցությունները կամ Հայաստանից կառավարվող տարբեր կազմակերպություններ չեն բարձրացրել հարց, որ սփյուռքահայությունը պետք է իր մասնակցությունը ունենա Հայաստան պետության կառուցման մեջ, իր ձայնը ունենա, իր մոտեցումը ունենա, այսինքն ամեն կերպ դա խլացվել է եւ ասել են դուք պիտի խոսեք բացառապես հայոց ցեղասպանության ճանաչման հարցից եւ տարին մի անգամ
մենք դրամահավաք ենք կազմակերպում, այդ դրամը տվեք եւ ձեներդ կտրեք։ Սա շարունակվել է տարիներ շարունակ, այնինչ ունենալով այդպիսի մեծ հարստություն, ինչպես հայկական սփյուռքն է, մենք կարող ենք օգտագործել դա շատ ավելի մեծ օգուտներ բերելով Հայաստանին։ Օրինակ, եթե մենք Սովետական միության փլուզումից հետո Հայաստանը հայտարարենք առաջին հանրապետության իրավահաջորդ, առաջ քաշեինք Ազգերի լիգայի կողմից կայացված որոշումը, առաջ քաշեինք օրինակ Վիլսոնյան իրավարար վճիռը, մենք կարող ենք հենց ճնշումներ գործադրել հենց ԱՄՆ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ներսում, այսինքն հազարավոր հայեր կարող են դուրս գալ փողոց, կազմակերպել ցույցեր, օրինակ ցույցի ժամանակ բարձրացնելով պաստառ, որտեղ կլինի հայտնի պաստառը, որ մենք շատ ենք օգտագործում, հա, Վիլսոնը ասում է սա է Հայաստանի տարածքը, այսինքն ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիները կարող էին ճնշումներ գործադրել ԱՄՆ-ի կառավարության նկատմամբ, ասելով, որ այս փաստաթղթի տակ դու ես ստորագրել, այս փաստաթղթի տակ դրված է ԱՄՆ-ի նախագահի ստորագրությունը եւ ԱՄՆ-ի մեծ կնիքը, անպատասխանաբար հարգիր քո ստորագրությունը եւ ճանաչի այս հանգամանքը։ Այսինքն Հայաստանի եւ նաեւ աշխարհի հայերի այդ համատեղ գործողության արդյունքում մենք կարող ենք ունենալ շատ ավելի հզոր պետություն, շատ ավելի մեծ քաղաքական, ֆինանսական, տնտեսական ռեսուրս այլ պետությունների տարածքում, ինչը արեցին հրեաները ժամանակին։ Հիշենք, որ հրեական պետության ստեղծման առաջին իսկ օրը հրեաները այդ պետությունը ստեղծող անձինք հայտարարեցին, որ Իսրայելը հանդիսանում է բոլոր հրեաների պետություն եւ աշխարհի բոլոր հրեաները ըստ էության պարտավոր են ծառայել Իսրայելին։ Եվ այս գաղափարախոսությունը նրանք շարունակում են մինչ օրս եւ մենք տեսնում ենք, որ օրինակ հենց ԱՄՆ-ում հրեական լոբինգը, ԱՄՆ-ում հրեական ազդեցությունը կոնգրեսում, սենատում ինչ մեծ աջակցություն է ուրեմն Իսրայել պետությանը, սակայն նմանատիպ գործունեություն հայերի կողմից ԱՄՆ-ում կամ այլ տարածքներում մենք չենք տեսնում։ Հայերս հայկական սփյուռքը այլ պետություններում իրեն դրսևորում է որպես մշակութային, քաղաքակրթական միավոր, սակայն ոչ քաղաքական միավոր։ Ցավոք սրտի եւ այս ամենը արվեց Հայաստանից իհարկե եւ այս ամենը արվեց նաեւ մի շարք կուսակցությունների միջոցով, որոնց կենտրոնական գրասենյակները գտնվում են Հայաստանում, իսկ նրանց ենթարկվում են Մոսկվային։ Գևորգ, տեսեք, Հայաստանից շեշտեցիք մի երկու անգամ Հայաստանից կառավարվող, բայց Հայաստանից կառավարումը առնվազն սկսվել է 90-ական թվերից, չէ, 91-ից գոնե, 90-91, բայց մինչև այդ չէ, որ 60-ական թվերից կամ թեկուզ են 46 թվի հայտնի նկարը կա Նյու Յորքում հայկական այդ ազգային կոնգրեսը, թե համագումար, որ Վիլսոնի այս բանը կա հայտնի նկարը ձեռքը մեկնած Վիլսոնյան Հայաստանի քարտեզի, հա, այդ մինչև այդ 40-ը երկրորդ համաշխարհայինից հետո մինչև 90 թվականը, ինչն էր այդ ազգային ուժերին, այսպես ասած ազգային ուժերին, դրդում անել նույն հետագիծը, նույն գործողությունը, ոնց որ ցեղասպանության ճանաչմանը հետևեց հետո Հայաստանը մինչև այսօր, իհարկե այսօրվանը ընդհանրապես խայտառակություն այսօրվա խելագարի հայտարարությունները այդ մասին։ Նայեք, նույն դաշնակցությունը, որի մասին մենք խոսեցինք, մինչև կարծեմ 60-ական թվականները բարձրացնում էր առաջին հանրապետության հանգամանքը, խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը օկուպացրել է առաջին հանրապետությունը եւ բարձրաձայնում էր այս հանգամանքը, սակայն հետագայում նաեւ դաշնակցությունը սկսեց Սփյուռքում մոռանալ դրա մասին եւ նաեւ բարձրացնում էր Վիլսոնյան իրավարար վճռի մասին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում խոսում էր այն մասին, որ առկա է Վիլսոնյան իրավարար վճիռ, սակայն տարիների ընթացքում հետագայում նաեւ որոշ ուրեմն KGB-ի գեներալների հուշերում գրվեց այն մասին, որ գեներալ Կալուգինի գիրքը, այո, ժամանակին KGB-ն լուրջ սկսեց զբաղվել հենց դաշնակցությամբ եւ այնտեղ հավաքագրեց իր
գործակալներին, ինչի միջոցով նաև Դաշնակցության այդ պահանջները եւ Վիլսոնյան իրավարար վճռի բարձրաձայնման գործընթացը եւ Հայաստանի պետականության վերականգնման եւ դեօկուպացիայի պահանջները կամաց-կամաց վերացվեցին։ Հետագայում արդեն մենք տեսանք այն, ինչի մասին մենք այսօր խոսեցինք, որ այդ ամբողջ պահանջատիրությունը վերածվեց ընդամենը ճանաչման գործընթացի եւ այսօր շարունակվում է ընդամենը այդ ճանաչման գործընթացը, իսկ այսօրվա իշխանությունները անգամ ճանաչման գործընթացը ամեն կերպ փորձում են փակել այդ հարցը։ Ես մի դեպք պատմեմ, Գևորգ։ Ես ուզում եմ հիշեցնեմ նաև մեր հեռուստադիտողներին վերջերս Արարատ Միրզոյանի այդ Ադրբեջանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում նրա ձևակերպումները անցյալում տեղի ունեցած երևույթների մասին պետք է մոռանալ։ Սա նաև վերաբերվում էր Հայոց ցեղասպանության, այսինքն եւս մի անգամ մենք տեսնում ենք, որ ուրեմն Հայաստանը պետական մակարդակով վարում է ժխտողական քաղաքականություն Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ մեր իրավունքներից եւ պահանջում է ըստ էության հայ ժողովրդից, որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի իր իրավունքներից։ Ես Գևորգ մի դեպք պատմեմ, այդ որ ասեցիք Միացյալ Նահանգներում մի քանի տարի առաջ, որ հենց Վիլսոնյան իրավարար շեշտեցիք Վիլսոնյան իրավարար վճիռը ամերիկացիներին դնելու փաստի առաջ, որ սա ձեր նախագահի մեծ կնիկով խփած որոշումն է, սահմանադրական ակտ է եւ այլն։ Ուրեմն տարիներ առաջ, ապրիլի 24-ն է, մի քանի տարի առաջ, ուրեմն ստեղ էին նաև Բևերի խորհրդի անդամներ, մասնավորապես Արա Պապյանը, եւ մենք ես մեր հայտնի այդ պաստառը Վիլսոնյան իրավարար վճռի քարտեզով մասնակցում էինք այս Հոլիվուդում քայլարշավին եւ ես անունը չտամ այդ կազմակերպության, չաժեն որ տամ, էլի, այդ կազմակերպիչ Դաշնակցությանը հարակից, ասենց ասեմ, Հայդատին հարակից, այսպես կազմակերպության այդ լիդերը միանգամից իրար խառնվեց, որ այդ պաստառի առաջում գնում, այսպես բանավեճ խոսակցություն գնաց եւ հետագա մենք ի վերջո հասանք մինչեւ այդ վայրը, որտեղ որ այսպես հավաքն է եւ այսպես երգ, խոսք եւ այլն բան կա, որտեղ մասնակցում են պարտադիր կարգով կոնգրեսմեններ, մասնավորապես այսօր արդեն Կալիֆոռնիայի սենատոր Ադամ Շիֆը եւ այլն, եւ խիստ դժկամությամբ այդ ընդունեցին, պատկերացրեք այդ նույն պրո-դաշնակցական այդ կազմակերպիչները, մի այսպես կոչված նախկին երիտասարդ կա, որի հետ բանավեճ ունեցան եւ խորհրդի անդամները եւ բազում ես եւ այլ աջակիցներ Բևերի եւ ամենավերջին բանը, որ այն պահին, երբ որ ասենք ամենակարևոր բանը, որ կոնգրեսմեններ են մոտենում Լոս Անջելեսի այսպես այլ համայնքներից եւ այլն հյուպատոսներ եւ այլն, ու այն ամենակարևոր պահին ինչ լինի, որ այս մարդիկ փոխանակ Վիլսոնյան այդ վճռի մասին խոսեն, դա դառնա այսպես գլխավոր կարգախոս եւ այլն, միանգամից էկրանին այդ մեծ էկրանին հայտնվում է բանը, Արցախի դրոշը եւ բնականաբար մենք հեռանում ենք այդ դուրս են գալիս այդ հավաքից, այսինքն այս բոլոր առիթները սիստեմատիկաբար կայուն կերպով խոչընդոտվում ամեն դե հիմի այն հայ մարդը, այն տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր այդտեղ կանգնած են, այն ջահելությունը, հայ ջահելը, որը ասենք ծնվել է, գիտի որ ապրիլի 24-ի փոխանակ ինքը գալիս է ու էլ այդ կազմակերպության անվանման մեջ իզուր չասի նախկին երիտասարդ անվանումը անգամ երիտասարդական բառը ունի, այդ երիտասարդը ինչ մեղավոր է, որ այս կառավարելի նախկին երիտասարդի կողմից Վիլսոնյան վճռի ու Վիլսոնյան այդ քարտեզի փոխարեն դրանք այդ երեխուն կերցնում են Արցախի դրոշ կրեմլացին մի բանը եւ այսի ուղղակի զուտ ինֆորմացիայի կարգով, որ մեր հեռուստադիտողներն գիտենան եւ քանի որ ապրիլի 24-ի այդ ոգեկոչման մասին ենք ասում, ես արդեն Բևերը հայտարարել է Երևանում ծիծեռնակաբերդ այցի մասին ու մեր լսողներին կամ հետագայում ովքեր որ կլսեն տեղեկացնեմ, որ ազգային ժողովրդարական Բևերը նախատեսում են նաեւ
այցելություն այստեղ ամենահայտնի Մոնտեբելոյի հուշահամալիր Եղեռնի զոհերի, դա կլինի ուրեմն ապրիլի 24-ին ժամը 1-ին շարժվում ենք Բևերի գրասենյակից 13:25 Grandview հասցեով գլենդել, իսկ ովքեր չեն կարողանա միանալ Բևերի գրասենյակից կարող են ժամը 2-ին լինել Մոնտեբելոյի հուշահամալիրի մոտ, իսկ ժամը 3-ին էլ մենք կայցելենք արդեն որպես հիմնական նշելուց բացի, նաև կայցելենք վերիժառուներից մեկի գերեզմանին, որպես խորհրդանշական այդ վրիժառության ապրիլի 24-ը պայքարի օր է առաջի հերթին, իհարկե հիշում ենք, հիշատակում ենք, բայց նաև ապրիլի 24 այս 60-ական թվերին հենց դրա համար էլ շարժումը այդ բանը, պորտկումը ապրիլի 24-ով է եղել, եւ ովքեր կարող են, խնդրեմ, կարող համեցեք, կարող ենք միասին գնալ, ովքեր ոչ ժամը 2-ին Մոնտեբելոյի հուշահամալիրում կլինենք, այնուհետև վրիժառուի նորից վերադառնանք այս հռչակագրին, որտեղ ամենայնիվ ցեղասպանության մասին հղում կա։ Սրա իրավական նշանակությունը, Գևորգ, Ադրբեջանը ինչի է խառնվել ըստ ձեզ եւ արդեն այս արագած, այսպես Գյոզալ Արարագած Սարի անունն էլ արդեն սրիկանել, Արաբաթ ավելի շուտ, Արաբաթը եւ այս դրա շեֆը եւ այս խունտան, որ Երևանում վերանգած, ինչ իրավական բան ունի այդ հռչակագրի այդ հատվածը, դե բնականաբար դեկտեմբերի 1-ի որոշումը եւ այս 11-րդ կետը, որ այսքան խառնել է իրան։ Ըստ էության հռչակագիրը իրավական փաստաթուղթ չի, չէ՞։ Հռչակագիրը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է, եթե ինքը սահմանադրության մեջ չի։ Այդ հռչակագիրը ընդունվել է մի պետության տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, որը այլևս գոյություն չունի։ Եվ Հայաստանի Հանրապետությունը որևիցե իրավական պարտականություն չունի այդ գոյություն չունեցող պետության եւ նրա տեղական ինքնակառավարման մարմնի որոշմանը ենթարկվելու։ Սակայն դրա համար հռչակագրի հղումը կա սահմանադրության մեջ եւ սահմանադրությունը հռչակագրին տալիս է իրավական ուժ։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի սահմանադրությունից հանել անկախության հռչակագրի հղումը եւ ինչպես մենք լսեցինք վերջերս նաեւ Նիկոլ Փաշինյանի շուրթերից, որ այո, նրանք պատրաստվում են հռչակագիրը հանել նախաբանից, որովհետեւ դա իրենց պետք չի։ Այստեղ պետք է հիշել, որ հռչակագրի նախաբանում գրված է, ինչի մասին մենք խոսեցինք 1918-20 թվականների պետության մասին։ Սա լուրջ խնդիր է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար, որովհետև մենք գիտենք, արդեն խոսեցինք դրա մասին, որ այդ պետությունը եղել է ճանաչված միջազգային հանրության կողմից, Ազգերի լիգան գծել է անգամ այդ պետության քարտեզը, ուրեմն Վիլսոնյան իրավարար վճիռը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությանը եւ Վիլսոնը իր կողմից նույնպես Հայաստանի Հանրապետության քարտեզն է գծել եւ այս հղումը խիստ անհանգստացնում է ուրեմն Ադրբեջանին եւ Թուրքիային։ Սա է պատճառը, որ նրանք ամեն բան անում են, որ սահմանադրությունից դուրս գա այդ անգամ գիտեք ինչ այնտեղ գրված չի, որ մենք հանդիսանում ենք առաջին հանրապետության իրավահաջորդ, ընդհակառակը անկախության հռչակագրում գրված է, որ մենք հանդիսանում ենք սովետական Հայաստանի իրավահաջորդ, սակայն անգամ հիշատակումը այն մասին, որ գոյություն է ունեցել 1918 եւ 20 թվականների ընթացքում Հայաստանի հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն, այս հիշատակումը անգամ Թուրքիայի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի համար անթույլատրելի հիշատակում է։ Եվ նրանք փորձում են ամեն բան անել, որ անգամ այս հիշատակումը վերանա, որովհետեւ այստեղ միշտ հարց է առաջանալու։ Եթե գոյություն է ունեցել Հայաստանի առաջին հանրապետություն, ապա ինչ է տեղի ունեցել այդ հանրապետության հետ։ Եվ եթե մենք գալիս ենք այն եզրահանգմանը, որ այդ հանրապետությունը օկուպացվել է այլ պետության կողմից, ապա հարց է առաջանում, որ պետությունը պետք է գնա դեօկուպացիայի ճանապարհով եւ վերադառնա այն տարածքներին կամ այն իրավահաջորդությանը, որը եղել է 1920 թվականի պահին։
Օրինակ, մենք տեսանք, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանը ներխուժեց Գերմանիայի տարածք եւ Գերմանիայի տարածքի կեսը ըստ էության օկուպացրեց եւ ստեղծեց այնտեղ պսևդոպետություն։ Հետագայում ուրեմն ձնհալի տարիներին Սովետական միությունը դուրս եկավ Գերմանիայի տարածքից եւ Գերմանիան վերամիավորվեց, այսինքն վերստեղծեց այն պետությունը, գնաց դեօկուպացիայի ճանապարհով եւ վերստեղծեց այն պետությունն ու տարածքները, որը գոյություն ուներ մինչ օկուպացիա։ Եթե հարցը բարձրացվում, որ Հայաստանը եղել է 1920 թվականին օկուպացված, ապա պետք է տեղի ունենա դեօկուպացիայի գործընթաց, ինչի արդյունքում Ադրբեջանը կհայտնվի շատ ծանր վիճակում, որովհետև մենք ունենք միջազգային փաստաթղթեր, օրինակ Վիլսոնյան իրավարար վճիռը, Ազգերի լիգայի կողմից կայացված որոշումը, ինչը կարող են դնել սեղանին, իսկ Ադրբեջանը ոչինչ չունի։ Ադրբեջանը կարող է օրինակ Արցախը պահանջել, որովհետև Արցախը եղել է սովետական Ադրբեջան կոչվող վարչական տարածքի մի մաս, սակայն ինքը Ադրբեջանը հրաժարվել է սովետական Հայաստանից։ Այսինքն դա էլ չի կարող դնել սեղան։ Ադրբեջանը հայտնվում է լրիվ ցայտնոտ վիճակում իրավական առումով, եթե մենք դառնում ենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ։ Այ որպեսզի այս հղումը վերանա Հայաստանի սահմանադրությունից, նրանք պահանջում են անկախության հռչակագիրը հեռացնել սահմանադրության տեքստից։ Ստեղ հարց կա ձեզ ուղղված, ասում է Հայաստանի վարչապետը այսօր իր խոսույթում ասում էր, որ պետք է անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից դուրս անել, ինչ է կարծում, կարող է նա առանց ժողովրդի համաձայնության անել այդ, կամ արդյոք ժողովուրդը թույլ կտա։ Այո, կարող է նա առանց ժողովրդի համաձայնության դա անել եւ այո, ժողովուրդը թույլ կտա։ Ցավոք սրտի, մենք այս օրինակ խոսում ենք սահմանադրության մասին, էության մեջ այդ սահմանադրությունը նույնպես չունի իրավական ուժ, քանի որ այդ սահմանադրությունը չի ընդունվել հայ ժողովրդի կողմից։ Ցավոք սրտի Հայաստանում բոլոր սահմանադրական փոփոխությունները եղել են կեղծված, դրան հայ ժողովուրդը իր հավանությունը չի տվել, սակայն նաև չի ցուցաբերել այնպիսի ընդվզում, որ իշխանությունները չկարողանան իրենց ուզած սահմանադրությունը գրեն, ինչպես այսօրվա վարչապետ Կոչեցյալն էր ասում, մեկ հոգու հակով կարած սահմանադրություն, եւ այդ մեկ հոգիները կարողանում են սահմանադրությունը իրենց հակով կարել։ Եվ հայ ժողովրդի այսպես դիմադրությունը բավարար չէր համենայն դեպս, որպեսզի նրանք դա չկարողանային անել։ Նույն բանը կարող է տեղի ունենալ սահմանադրական փոփոխությունները իշխանությունները կարող են կազմակերպել եւ անցկացնել իրենց ուզած ձևով։ Եվ ցավոք սրտի մեր ժողովուրդը ես չեմ կարծում, որ այս անգամ նույնպես դուրս կգա փողոց եւ կհարկադրի իր կամքը։ Մենք տեսնում ենք, որ անգամ Արցախի հանձնումից հետո մեր ժողովուրդը դա չարեց։ Այո, ես հասկանում եմ, որ կա սև ու սպիտակ դաշտ եւ մարդկանց խաբում են ասելով, որ եթե մենք չլինենք նախկիններն են գալու, իսկ նախկիններին հայ ժողովուրդը ատում է, նախկինների դեմքը տեսնելուց անգամ հայ ժողովուրդը միանգամից նահանջում է եւ հասկանալով, որ նախկինները գալու պարագայում անելու են նույն բանը, ինչ որ ներկաներն են անում, ժողովուրդը հետ է քաշում։ Սակայն նման пассив դիրքորոշման հետևանքով մենք արդեն իրավականորեն կարող ենք կորցնել Արցախի նկատմամբ մեր տիրապետման ուրեմն հույսերը, ինչը հետագայում բերելու է ամբողջ Հայաստանի ոչնչացման։ Այո, մենք պիտի հասկանանք, որ այդ Վիլսոնյան իրավարար վճռի այդ կապը, եթե ճանաչում է Հայաստանի իշխանությունը, չի ստացվում, որ ինքնավորոշում, որ ինքնուրույն հրաժարվում է այս Վիլսոնյան իրավարար վճռից Հայաստանը։ Եթե Հայաստանը շարունակում է ամրագրել սովետական Հայաստան հասկացությունը, ինքնին Հայաստանը հրաժարվում է եւ Վիլսոնյան իրավարար վճռից, եւ Ազգերի լիգայի կայացրած որոշումից, եւ առաջին հանրապետության իրավահաջորդության հույսից անգամ։ Այսինքն Հայաստանը ասում է, որ Հայաստանը սովետական Հայաստան կոչվող վարչական տարածքի իրավահաջորդն է։ Եվ այստեղ մենք նաև այսպես աշխարհագրորեն դա պիտի պատկերացնենք, դա նշանակում է, որ թուրքական զորքը փաթաթվելու է Սյունիքի պարանոցին 4 կողմից, վերցնելով Սյունիքը օկուպացիայի մեջ, ըստ էության օղակի մեջ, այնտեղ թողնելով մի բարակ օղակ։
բարակ կապուղի։ Ինչի հետևանքով, եթե ոչ այսօր, ապա վաղը Թուրքիան անպայմանորեն ներխուժելու է Սյունիք եւ վերջ է դնելու հայոց պետականության։ Ինչից է գալիս իմ այս պնդումը։ Նայեք թուրքական քաղաքականությունը, Թուրքիան ինքը իր բնույթով ուրեմն կայսրական պետություն է եւ որպես կայսրություն, ցանկացած կայսրություն փորձում է ընդլայնվել։ Թուրքիան շատ վաղուց ներխուժել է Կիպրոս, այսօր ներխուժել է Լիբիա, ներխուժում է Իրաք, մտավ Սիրիան եւ ըստ էության Թուրքիան ոչնչացրեց Սիրիա պետությունը։ Այսինքն այս պետությունը անընդհատ ներխուժում է ամենուր եւ փորձում է գրավել այլ պետություններ։ Ինչը նշանակում է, որ նաեւ մեր տարածաշրջանը ներխուժել։ Սրա հետ մեկտեղ մեր տարածաշրջանը Թուրքիայի համար ունի ռազմավարական նշանակություն։ Մեր երկրով է անցնում այսպես կոչված թուրքական աշխարհի կամ պանթուրքիստական այդ կայսրության կապող ճանապարհը։ Հայաստանը սեպ է թուրքական աշխարհի մեջ եւ թույլ չի տալիս, որ Թուրքիան ցամաքային կապ ունենա թուրքական աշխարհ կոչեցյալի պետությունների հետ։ Եվ Թուրքիան ամեն կերպ փորձելու է այս խոչընդոտը, այս սեպը հեռացնել։ Շատերը կան, ովքեր ասում են, դե եկեք այդ Թուրքիային ճանապարհ տանք, թող ինքը կապվի իր թուրքական աշխարհի հետ եւ չփորձի մեզ ոչնչացնել, սակայն դա չի օգնելու, որովհետեւ Թուրքիան չի կարող թույլ տալ, որ նման մեծ պրոյեկտը, որտեղ ծախսվելու են միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ, կախված լինի մի փոքրիկ պետության կամքից, որովհետեւ այսօրվա իշխանությունները կարող են ասել մենք քեզ ճանապարհը տալիս ենք, վաղը իշխանություն փոխվի, ասի ոչ ես չեմ տալիս այդ ճանապարհը։ Այսինքն Թուրքիան սա թույլ տալ չի կարող։ Ինչի հետևանքով Թուրքիան անելու է ամեն բան, որ այդ իշխանություն հասկացությունը, այսինքն մեր պետությունը, չպետք է գոյություն ունենա։ Սակայն սրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ եթե հայերը կոմպակտ բնակվում են այդ թուրքական աշխարհի ճանապարհին, ինքնին հայ ժողովուրդն է դառնալու արգելք այդ կապուղու համար։ Սրա համար Թուրքիան նույնպես ամեն ինչ անելու է, որպեսզի հայերը այստեղ կոմպակտ չբնակվեն։ Եվ սրա փորձը նա շատ լավ ունի, երբ որ օրինակ Նախիջևանը մտավ Խորհրդային Միության կազմ, այնտեղ բնակության ամենամեծ էթնիկ միավորը դա հայերն են։ Սակայն երբ որ Սովետական Միությունը փլվեց, Նախիջևանում գոնե մեկ հայ չէր մնացել։ Բոլորը այնտեղից քշվել էին։ Եվ Թուրքիան անգամ ռուսական կայսրության տարածքում կարողացավ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հայերը թողեն գնան իրենց բնակավայրերից։ Նույնը տեղի է ունենալու Հայաստանի մնացյալ հատվածներում։ Թուրքիան շահագրգռված է եւ փորձելու է ոչնչացնել Հայաստանի պետականությունը եւ հետո ստեղծել իրավիճակ, որ հայերը թողեն գնան ստեղից։ Այս պայմաններում բերել թուրքական զորքը փաթաթել Սյունիքի պարանոցին, դա նշանակում է մենք գնում ենք ինքնասպանության։ Եվ սովետական Հայաստանի այս հերթական ամրագրումը պոտենցիալ նոր սահմանադրության կողմից ուղղված է Հայաստանի Հանրապետության լուծարմանը եւ հայ ժողովրդի լուծարմանը ըստ էության։ Գևորգ, այս հարցին մի հատ կվերադառնանք, այս հատկապես Ադրբեջան-Թուրքիա այս ցանկությանը, ես երկու անգամ մշտապես ձեր շատ տիպուկ են եղել ձեր իրավական ձևակերպումները, մոտեցումները, դիրքորոշումները, այս պարագայում դուք ոնց որ ասեցիք, որ Հայաստանի Հանրապետությունը այս հանդիսանում է սովետական Հայաստանի իրավահաջորդը, ոնց որ թե իհարկե վերևում նախաբանում շատ լավ եք ասում, ձեր առնելու նման է հնչում, որ ղեկավարվելով, ես տեքստն եմ հիմի նայում, ասում է զարգացնելով 18 թվականի մայիսի 28-ի ստեղծված անկախ պետության ավանդույթները, ստեղ մի քիչ այդ ուղղակի նման նախադասությունը, որպես այդպիսին, որ հանդիսանում է սովետական Հայաստանի իրավահաջորդը, ըստ էության մենք տեքստում բառացի չի ասում։ Իհարկե տրամաբանություն Առաջի կետում, եթե հիմա դուք ձեր առջևում եք տեքստը։ Հա, ես կարդում եմ այդ առաջի կետը թույլ տվեք կարդամ, հա։ Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն, կեղճատ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը։ Ես կարդացի առաջի։ Այո, դրա մասին է խոսքը։ Հայկական ԽՍՀ-ն, դա սովետական Հայաստանն է, վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն ըստ անկախության հռչակագրի մենք ապրում ենք հայկական ԽՍՀ-ում
որի անունը փոխվել է գրվել է Հայաստանի Հանրապետություն։ Հա, բայց Այսինքն դա ուղղակի չի ասում, չէ, որ սա հանդիսանում է իրավահաջորդ է։ Կարող ենք անգամ դրանից ավել է ասում, անգամ դրանից ավել է ասում են նույնն է, այսինքն Հայաստանը դա նույնն է, ինչ հայկական ԽՍՀ-ն, ուղղակի անունն է փոխվել։ Իսկ որ 89 թվի դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշմանն է հղում անում, որը ընդունվել է Այո, եւ դա Ադրբեջանին խիստ անհանգստացնում է այս հղումը, սակայն մենք պիտի հասկանանք, որ դա նախաբանում մի հղում է, որտեղ գրված է, որ Հայաստանը դա հաշվի է առնում։ Այսինքն որովհետեւ հստակություն չկա, ինչ է նշանակում հաշվի է առնում։ Բայց Գևորգ, ստեղ սենց գանք 89 թվի դեկտեմբերի 1-ին կայացվում է որոշում երկու վարչական միավորների միավորման մասին, 90 թվին տեղի է ունենում ՀԽՍՀ ազգային այդ Գերագույն խորհրդի ընտրություններ, որը նաև ընտրում է падգամավորներ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Սովետական Միության։ Այսինքն մենք 12 248-ը կարծեմ Հայաստանի ԽՍՀ-ից է, այդ ՀԽՍՀ-ից էր եւ 12 դեպուտատներ ընտրվել էին Ադրբեջանի այդ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կոչվածից։ Այսինքն դուրս չի գալիս, որ դրանք ըստ էության միասնական մի միավոր էին, այսինքն ՀԽՍՀ ասելով դրա մեջ մտնում էր նաև այդ վերամիավորված հատվածը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ կոչեցյալը։ Մենք կարող ենք այսպես բովանդակային առումով այո ասել, որ կարելի է ասել, որ դուրս է գալիս, սակայն Սովետական Միության փաստաթղթերով հստակեցված է ՀԽՍՀ-ն որն է։ Հստակ ձևակերպված է եւ անկախության հռչակագրի առաջի կետում հստակ ձևակերպվեց, որ Հայաստանը Սովետական Հայաստանի ոչ միայն իրավահաջորդն է, այլ նույն պետությունն է, ուղղակի անունն է փոխվում։ Ժամանակի կոչվում է Խորհրդային Հայաստան, իսկ հիմա կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ այո, ճակատագրի հեգնանք է կարելի ասել, որ այո, այդ նույն Գերագույն խորհրդում նստած էին Արցախից ընտրված ուրեմն падգամավորներ եւ այդ Գերագույն խորհուրդը ընդունում է մի հռչակագիր, որտեղ շատ հստակ, շատ այսպես կոշտ ձևով առաջի կետով խոսվում է Սովետական Հայաստանի մասին։ Այո, նաև մենք իհարկե տեսնում ենք եւ հիշում ենք, որ նախաբանում կա հղում այն գործընթացների վերաբերյալ, խոսքը դեկտեմբերյան այդ գործընթացներն են, որի միջոցով այո Արցախը ըստ էության փորձում էր վերամիավորվել Սովետական Հայաստան կոչեցյալ վարչական տարածքին, եւ այդ հղումը իրականում կարևոր հղում է։ Եվ հենց այս հղումն է, որ Ադրբեջանին այդքան անհանգստացնում է, որովհետև այդ հղման զարգացումը կարող է բերել նրան, որ Հայաստանը իրավական պահանջատիրություն կարող է ունենալ, սակայն ինքնին փաստաթղթում այդ պահանջատիրությունը չկա։ Փաստաթղթի նախաբանում գրված է, որ Հայաստանը հաշվի է առնում այդ գործընթացը, բայց այդ հաշվի առնելով ինչ եզրակացության է գալիս գրված չկա, իսկ շատ կոպիտ եւ շատ կոշտ գրել է, որ Հայաստանը դա Սովետական Հայաստանն է, ուղղակի անվանափոխված, վերանվանված։ Այդ կոպտությունը շեշտեցի հատուկ, որ դա մեծ ջանքերի գնով է, նույնիսկ այս տեքստը գնաց, որտեղ է Տեր-Պետրոսյանի եւ այդ Լևոնական այդ կեղտը այդ օրերի քննարկման է, ես լավ հիշում եմ, որ քննարկումը գնում էր, բայց նաեւ ստեղ անկախության հռչակագրի տեքստից մի կողմ եթե դուրս գա, տեսեք դեկտեմբեր ամսին այդ երկու վարչական միավորները որոշել են միավորվել, այսինքն ըստ էության դրանց իշխանությունը մի քանի ամիս հետո անցավ այդ իշխանությունը ՀՀՇ կոչեցյալ ուժին Լևոնի գլխավորությամբ եւ ըստ էության այդ իշխանությունը առաջին իսկ օրից սաբոտաժի ենթարկեց այդ այսինքն հանկախության հռչակագիրը մի կողմ, փաստորեն իշխանությունը ուներ պարտականություն այդ վերամիավորման որոշման հաջորդ կետերը առաջինում հռչակվումը, երկրորդ, երրորդ, չորրորդ կետերում գործողությունները,
Պաստորեն Հայաստանի այսպես կոչված ազգային իշխանությունը հենց առաջին իսկ օրից չիրագործեց այդ որոշումը, սաբոտաժի ենթարկեց եւ Պուտին էին սպասում, որ այդ էլ է շատ հատկանշական 91 թվի այդ Մոսկվայի գազանանոցի պուտչից 10 օր հետո երկու հայտնի չեկիստները Ռոբիկն ու Սեժիկը Արցախում հռչակեցին այսպես կոչված հանրապետությունը այստեղ շատ 10 օր չտևեց, տեսեք, օգոստոսի 19-ից 21-ը պուտչն էր, 10 օր հետո Արցախը լրիվ տարան այդ կռեմլյան կեղտոտ այս ողբերգական ճանապարհով։ Ընդ որում մի բան էլ որ ասեցիք եւ որ այս էլ հիշենք, որ այդ ազգային գերագույն խորհրդում ընտրված գերագույն խորհրդի դեպուտատներից մեկն էլ ՀՀՇ-ի ցուցակով Ռոբերտ Քոչարյանն էր եւ էլի ոնց որ հիշողություն տարավ Հայք թերթում Ռոբերտ Քոչարյանի շրջափակված անկախություն, այսպես սենտիմենտալ այդ բաները, այսինքն KGB-ն շատ հստակ էր գործում, արդեն այդ ժամանակ էր այդ հեշական քաբանի տակ Քոչարյան մտցրել, Տեր-Պետրոսյան մտցրել եւ իրենց անելիքները արեցին։ Այս մի քիչ հիշեցնեմ, որ Տեր-Պետրոսյանը իշխանության եկավ միացում կոչերով եւ առաջին բանը, որ ինքը արեց, ինքը տարանջատեց Արցախը Հայաստանից։ Այսինքն ամեն բան արեց, որպեսզի լինի բաժանում, այլ ոչ թե միացում։ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հավաքներում հրապարակային եւ ուղիղ տեքստով ասում էր, որ Արցախը եղել է եւ լինելու է Հայաստանի կազմում։ Հետագայում, երբ որ նա դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, նա ամեն բան արեց, որ դա տեղի չունենա, եւ այդ քննարկումների ժամանակ, երբ որ անընդհատ հարց էր բարձրացվել, որ չէ որ գոյություն է ունեցել առաջին հանրապետություն, եւ ինչի մենք պիտի դառնանք սովետական վարչական տարածքի իրավահաջորդ, Լևոն Տեր-Պետրոսյանը վախեցրել էր մարդկանց, թե դուք ինչ է ուզում եք Թուրքիայի հետ պատերազմ ունենալ։ Հետագայում ուրեմն 30 տարիների ընթացքում սկսված Լևոն Տեր-Պետրոսյանից մինչ օրս ստեղծվեց մի գոյություն չունեցող բոբո, որի անունը միջազգային հանրություն է, եւ հայ ժողովրդին վախեցրեցին անընդհատ, որ եթե մենք մեր իրավունքների պահպանությամբ զբաղվենք, այս բոբոն, միջազգային հանրություն կոչվող բոբոն կգա մեզ կուտի։ Սակայն մենք տեսնում ենք, որ մեր հարևան Վրաստանը, մեր հարևան Ադրբեջանը իրենց հռչակում են առաջին հանրապետությունների իրավահաջորդ եւ չգիտես ինչի Թուրքիան իրենց վրա չի հարձակվում։ Չգիտես ինչի 30 տարիների ընթացքում միջազգային հանրություն կոչվող բոբոն նրանց չի կերել այն բանի համար, որ իրենց հռչակել են առաջին հանրապետության իրավահաջորդ։ Եվ ստացվում է, որ մենք այս տարածաշրջանի որբն ենք, եւ տարածաշրջանի մյուս երկու պետությունները կարող են իրենց իրավունքներին տեր կանգնել, իսկ հայ ժողովուրդը չի կարող։ Եվ սա այո հենց լևոնական մոտեցում է, որ հայ ժողովրդի համար միշտ պետք է լինի կամ վատը, կամ ամենավատը։ Այսինքն վատի եւ լավի միջև Հայաստանում երբեք ընտրություն չի եղել։ Եվ այս հանգամանքը շարունակվում է մինչ այսօր։ Այսինքն դուք ուզում եք լինի, ասենք, վատ Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ, ուրեմն կգա ըստ իշխանությունների ավելի վատ, ասենք, Ռոբերտ Քոչարյանը։ Նույն սև ու սպիտակ մոտեցումը դա լևոնական մոտեցումն է, սակայն այստեղ մենք պիտի հասկանանք, որ սև ու սպիտակ չկա, կա սև եւ ավելի սև։ Այսինքն մենք հայ ժողովրդին առաջարկվում է ընտրություն կատարել երկու սևերի միջև։ Վատի, ավելի վատի, ամենավատի եւ այսպեսին է նաեւ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը եւ այսպեսին է նրա մոտեցումը մինչ օրս։ Եվ որ փորձեմ հակադրվել եւ ձեզ եւ խոշոր հաշվով նաեւ ինքս ինձ։ Այս 89 թվականի տեսեք երկու որոշումներ են եղել։ Մեկը 89 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի եւ Լեռի այդ վարչական միավորների միացման եւ սեպտեմբերի 2-ին, երբ որ չեկիստ Ռոբերտ Քոչարյանը Սեժիկի հետ համատեղ ջանքերով Պուտչից հետո Արցախում հռչակեցին այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, խոշոր հաշվով նշանակում էր Լեռնային Ղարաբաղ, եթե դեկտեմբերի 1-ին ընդունվել էր իրավական ակտ, այսինքն միավորված կառույց միությունը էլ է,
այդ միացված Հայաստան եւ լղիմ ՀԽՍՀ եւ լղիմ այդ միավորից միացված տարանջա փոկեցին, այսինքն ոչ թե Ադրբեջանից, այլ այդ միությունից անջատեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվան տակ Արցախը, այդ հռչակագիրը կարտած չեկիստ Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում կարտած ռուսերեն լեզվով, այս է շատ կարևոր է սիմվոլիզմի, բայց մի հատ ուրիշ հարց ունեմ, որ դեկտեմբերի 1-ի որոշումը վերամիավորման նախաձեռնել էր եւ կարտած անգամ տեքստը Գերագույն խորհրդում կարտած սովետական Գերագույն խորհրդում սովետական դեպուտատ այն վաղ երկուսն էին Աշոտ Կոմսոմոլ Աշոտ Մանուչարյանը չեկիստ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը ինչն էր Լևոն Տեր-Պետրոսյանին ստիպել այդ նախաձեռնությունը ցուցաբերել որ Արցախը պետք է միավորվի այսինքն որն էր գոնե Ռոբերտ Քոչարյանը անկեղծ պարզ հստակ իր չեկիստությունն արեց հենց պուճից հետո գնաց ռուսերենով տեքստը կարտած Արցախը փոկեց Հայաստանից խոշոր հաշվով բայց կապի մենք պիտի հիշենք որ այդ նախաձեռնությունը Լևոն Տեր-Պետրոսյանինը չի եղել Արցախյան շարժումը չի սկսել Լևոն Տեր-Պետրոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հետո KGB-ն ներդրեց այդ գործընթացի մեջ, որպեսզի հետագայում ստեղծելով իրավիճակ, որպեսզի գործընթացը կառավարի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գործընթացը սկսվել էր դեռ Հադրութից, մի շարք մարդիկ ստեղծելով իրական Արցախի, ուրեմն վերամիավորման գործընթաց, այդ գործընթացը տարիներ, ուրեմն ժամանակի ընթացքում նաև հասավ Երևան եւ ձևավորվեց կառույց, սակայն այդ ամենի մեջ Լևոն Տեր-Պետրոսյանը չի եղել։ Հետագայում արդեն իսկ ձևավորված շարժման ղեկավար խմբում մցվեց որպես գործակալ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչի հետևանքով նաև արդեն շարժման փիլիսոփայությունը խոսում էր այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հրապարակային հայտարարեր, որ Արցախը լինելու է Հայաստանի տարածք, բայց հենց որ նա ունեցավ իշխանություն, կիրառելով իշխանական լծակները, ամեն ինչ արեց, որպեսզի հանկարծ Արցախը Հայաստանի տարածք չլինի։ Այսինքն այդ նախաձեռնությունը Լևոն Տեր-Պետրոսյանինը չի եղել։ Ինքը հետագայում է ներդրվել նախաձեռնության մեջ։ Շնորհակալություն։ Ինչպես միշտ շատ սպառիչ էր, ես հատուկ շեշտեցի այս պահի վրա, որտեղ մարդիկ միշտ այդ թուրիմացիան մեջ են ընկնում։ Մեջբերում են անգամ այդ KGB-ի հիմնադիր չեկիստին, որ ասել է, չգիտեմ, պատուհաս է սրան, ինքը էլ ավելի հիմնադիր պատուհասն էր, որը եկավ էս ժողովրդի գլխին եւ այդ ամբողջ արեց եւ ընդամենը դրանից մի քանի ամիս հետո իրա իսկ ընդունած, իրա իսկ կարտածած որոշմանը սաբոտաժ արեց, հետո մյուս չեկիստի Ռոբերտ Քոչարյանի միջոցով Արցախը տարանջատեց, ամեն տարի առնվազն $100 միլիոն ավել անկապ գնում էր Արցախ, ստեղծեցին այս ամբողջ կաշան եւ դարձրեցին այս ամբողջը իրականություն, հենց որ եթե մարդիկ կան, մեկ-մեկ կան, չէ, դաս միամիտ իրանց միական, չգիտեմ, չես էլ հասկանում, ոնց կարող է, մեկ դիմում են առաջի նախագահ անունով, չգիտեմ, հիմնադիր պատուհաս չեկիստ եւ այդ ամբողջ շայկան առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ սրիկաները։ Գևորգ, իրավական տեսանկյունից մի հարց էլի ուզում եմ որ անդրադառնանք Ադրբեջանի սահմանադրության եւ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կապակցվածությունը դուք մի հատ միտք արտահայտեցիք ես քանի օրս լսեցի որը ճիշտ ասած այդտեղ չէի լսել որ Ադրբեջանը ըստ էության չի կարող եթե կենքի խաղաղության պայմանագիրը այս տեսքով կամ այս պայմաններով որը դրել է ինքը հակասության մեջ կմտնի իր իսկ սահմանադրության հետ։ Ճիշտ եմ հասկացել ձեր ձևակերպումը եւ խնդրեմ մի քիչ բացեք այս մասը, էլի։ Պես մի քիչ նախաբանով խոսենք։ Ուրեմն Սովետական միության փլուզման ժամանակահատվածում ի տարբերություն Հայաստանի Ադրբեջանը չհռչակեց պետության ձևավորման մասին։ Նա հռչակեց պետականության վերականգնման մասին եւ Ադրբեջանի հենց այդպես է կոչվում պետության վերականգնման իրավական ակտ։ Այդ ակտով սահմանեց, որ ինքը հանդիսանում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ։ Այնտեղ հստակ ձևակերպեց, որ
ուրեմն սովետական Ռուսաստանի, որտեղ Ռուսաստանի ներխուժումը տարածաշրջան հանդիսանում է օկուպացիա, եւ նա գնում է դեօկուպացիայի ճանապարհով վերականգնելով իր 18-20 թվականի ունեցած պետությունը։ Հետագայում այս ակտը ուրեմն տեղ գտավ Ադրբեջանի սահմանադրության մեջ, այսինքն սահմանադրական մակարդակով Ադրբեջանը իրեն ճանաչել է առաջին հանրապետության իրավահաջորդ։ Եվ ըստ Ադրբեջանի այդ հանրապետության տարածքների զգալի մասը գտնվում են սովետական Հայաստան, ուրեմն միավորի տարածքում, եւ Սյունիքի մարզից տարածքներ է նա պատկերացնում իրենը, եւ Գեղարքունիքի մարզից, եւ առհասարակ նաեւ հիշեցնեմ, որ իր հարտադրություններից մեկում Ալիևը Վարդեն, երբ որ խոսվեց Վարդենիս քաղաքի մասին, ասեց մի անվանեք դա Վարդենիս քաղաք։ Այդ քաղաքի անունը Վարդենիս չէ, այլ թուրքերեն անունն ես մոռացել եմ։ Պետք է չի։ Բասար Գեչար, հիշեցի, նաև Հայաստանում որոշ մարդիկ այդպես։ Դա Բասար Գեչարն է։ Այսինքն Ալիևը հայտարարեց, որ Վարդենիսը դա ադրբեջանական տարածք է։ Այսինքն ըստ Ադրբեջանի սահմանադրության ինքը ունի մեծ նկրտումներ Հայաստանի անգամ սովետական Հայաստանի տարածքների նկատմամբ։ Եվ Ադրբեջանի իշխանությունները իրավասու չեն կնքել որևիցե պայմանագիր, որը կհակասի Ադրբեջանի սահմանադրության։ Իսկ եթե կնքեն, ապա կնքման իսկ պահից դա հանդիսանում է անվավեր փաստաթուղթ, քանի որ հակասում է սահմանադրության։ Այսինքն, քանի դեռ Ադրբեջանի սահմանադրությունը սահմանում է, որ ինքը առաջին հանրապետության իրավահաջորդն է, Ադրբեջանը իրավական պահանջ է դրանով ներկայացնում Հայաստանի տարածքներին։ Սակայն մենք տեսնում ենք, որ մեր սահմանադրության մեջ, որտեղ մենք հստակ ձևակերպել ենք, որ մենք հանդիսանում ենք սովետական Հայաստանի իրավահաջորդ, որևիցե ռեալ, այսպես ասենք, տարածքային պահանջ սովետական Ադրբեջանի տարածքի նկատմամբ չկա, անգամ ուղղակի որոշակի հղումներ են, նախաբանի մեջ գրված որոշակի հղումներ են, բայց Ադրբեջանը պահանջում է, որ մենք անգամ այդ հղումները հանենք, սակայն Հայաստանից չկա հայելային պահանջ, որ Ադրբեջանը իր սահմանադրությունից հանի այն մոտեցումները, որոնք ակնհայտորեն բերում են պահանջներ Հայաստանի տարածքների նկատմամբ։ Սա է պատճառը, որ մենք չենք կարող մտածել անգամ, որ Ադրբեջանը ճանաչում է գոնե սովետական Հայաստանի տարածքներ։ Ադրբեջանը նման որևիցե հայտարարություն կամ փաստաթուղթ չունի։ Իդեպ տեսեք, Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ մեկ անգամ է հայտարարվել, որ Հայաստանը 29000 ինչ-որ թիվ անդադե թիվ փոխում է։ 20800 քառակուսի կիլոմետր է, սակայն մենք չենք լսել գոնե մեկ անգամ, որ Ալիևը հայտարարի, թե ինչ տարածք ունի Ադրբեջանը ըստ Ադրբեջանի, ինչ տարածք ունի Հայաստանի Հանրապետությունը ըստ Ադրբեջանի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ընդամենը փուլ առ փուլ փորձում է լուծարել Հայաստանը։ Ասում է հիմի ձեր սահմանադրությունը փոխեք եւ այնտեղ անգամ այդ հղումները հանեք, դրա դիմաց ոչինչ չանելով իր կողմից։ Դա անելուց հետո կլինեն նոր պահանջներ։ Դա նոր պահանջներ իրականացնելուց հետո նորից նոր պահանջներ կլինեն, մինչև որ Հայաստանի Հանրապետությունը լուծարի։ Այսինքն խաղ է խաղում Ադրբեջանը։ Խաղ չէ, ինչի է խաղ։ Շատ հստակ գործընթացներ են, որը ակնհայտ գործընթացներ են, այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը անընդհատ ավելացնում է պահանջները։ Խաղ ասելով Ադրբեջանի նախագահ բանը Իլհամը, որ հերնել գերեզմանից ելնի գա, այն Պուտինը որ պաճում էր, մորն էլ հանեն գերեզմանից բերեն, չեն կարող ըստ Ադրբեջանի սահմանադրության այդպես պայմանագիր ստորագրել, որը որ Այո, իսկ եթե ստորագրեն, ստորագրման իսկ պահից այդ պայմանագիրը կլինի անվավեր Ադրբեջանի համար, եւ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է այդ պայմանագիրը վիճարկել սահմանադրական դատարանում, եւ սահմանադրական դատարանի կողմից իհարկե մենք գիտենք, որ այնտեղ դատարան հասկացություն չկա եւ այդ ամեն ինչը ֆարս կլինի, բայց նրանք կարող են այդ ֆարսը կազմակերպել։ Եվ սահմանադրական դատարանը կասի, այո, խնդրեմ, սահմանադրության այդ հակասություն կա եւ այս պայմանագիրը առ ոչինչ է։ Հարցը կփակվի։
Ուրեմն ինչի համար եմ այս հարցը տալիս, Գևորգ, պաշտպան այս հայ հասարակության մեջ այսօր երկու բան կա, հա, հանրության։ Մեկը այս պայմանագիր վայ այսօր ստորագրել, չգիտեմ, մարդիկ կան, նույնիսկ լուրջ մարդիկ, որոնք առավոտ հելնում են, ինչ որ մի հատ բան են հաղորդագրություն են գրում, փառք Աստծո, այսօր էլ անցավ չստորագրվեց, զարմանում ես, էլի, ասենք մտածում ես, որ ուղեղ կա, չկա, թե ուղեղն էլ ա գնացել, գիշերը ես իմուր Եվ երկրորդը Արցախի մարզի բնակիչների նկատմամբ այս հակաթույնը եւ այս խայտառակությունը, որ մարդկանց նկատմամբ սրա այս էսկալացիան ինչ է ուզում անել իշխանություն կոչեցյալը։ Իշխանությունները ամեն կերպ փորձում են փակել Արցախի հարցը։ Եվ Արցախյան հարցի առաջնային վկաները, այսպես ասենք, Արցախի հարցի պահպանման առաջնային ուրեմն գործոնը դա արցախցիներն են։ Եվ այս իշխանությունները ստիպում են օրինակ նախ առաջինը ստեղծում են իրավիճակ, որ արցախցիները հեռանան Հայաստանից։ Երկրորդը ստիպում են արցախցիներին դառնալ այսպես կոչված Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ես հիշեցնեմ բոլորիս, որ բոլոր արցախցիները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Եվ նրանց ստիպում են, այսպես կարելի ասել, նորից դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպեսզի իրենց հաշվառման անձնագրում առկա հաշվառման վայրերը վերանան։ Այսինքն վերանա այն փաստը, որ այս մարդիկ հաշվառված են եղել Արցախի տարածքում։ Որովհետև քանի այդ փաստը կա, հարց է առաջանում, բայց այդ մարդիկ ինչի չեն ապրում Արցախի տարածքում։ Մեր հեռուստադիտողին նաև պետք է տեղեկացնենք, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հաշվառված են Արցախի տարածքում, հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, կրում են Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Նաև պետք է տեղեկացնեմ, որ որպեսզի Հայաստանում մարդը ստանա անձնագիր, կա պարտադիր պայման, որ այդ մարդը պետք է հաշվառված լինի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Իսկ բոլոր այդ մարդիկ հաշվառված էին Արցախում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը նրանց անձնագիր տրամադրելով ճանաչում էր, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Եվ ահա այս ամենից փորձում են իշխանությունները ձերբազատվել, տարածում են Հայաստանում արցախցիների նկատմամբ ակնհայտ ատելություն, իրենց բոլոր այդ սազանդարներով, նաև շատ ուղիղ տեքստերով, անգամ հայհոյանքներով, անգամ մահի, սպանության կարելի ասել սպառնալիքներով եւ որևիցե քրեական գործ չի հարուցվում։ Այնինչ Հայաստանում ատելության խոսք կոչվող քրեական հոդվածը դարձել է քաղաքական գործիչներին ճնշելու գործիք։ Այսինքն եթե ինչ-որ մեկը խոսում է այն մասին, որ պետությունը օրինակ անգործությամբ է զբաղված, պետական մարմինները ասենք բռնություններ են գործադրում, ոստիկանությունը բռնություն է գործադրում կամ անգործությանը մատնված, այդ մարդկանց նկատմամբ հարուցում են քրեական գործ, մեջը գրում են, որ ոստիկանների նկատմամբ ատելության խոսք է տարածել։ Կամ մեր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որ մենք իբրև թե ուրեմն վարչապետի կնոջ նկատմամբ ատելության խոսք ենք տարածել։ Իսկ երբ որ իրենց սազանդարների կողմից շատ ուղիղ տեքստերով ատելության խոսք է տարածվում արցախահայության նկատմամբ, որևիցե քրեական գործ չկա, որովհետև դա ուղղորդվում է հենց ամենաբարձր իշխանության կողմից, որպեսզի արցախցիները լքեն Հայաստանը, որպեսզի վերանա այն ուրեմն փաստը, որ այս մարդիկ բռնությամբ հեռացվել են Հայաստանի Հանրապետության տարածքից եւ որպեսզի փակվի Արցախի հարցը։ Արցախը Հայաստանի Հանրապետության մարզերից մեկն է, այնպիսի մարզ, ինչպիսին Շիրակն է, Գեղարքունիքն է, Վայոց ձորն է, Սյունիքն է եւ Հայաստանի Հանրապետության այսպես գտված հայաբնակ տարածքների, Հայաստանի Հանրապետության տարածքը շատ ավելին է, առնվազն իրավական ուժ ունեցող փաստաթղթով Բեսոնյան իրավարարվեճին է, որը նաեւ ըստ էության փոքր Հայաստանն է եւ միջազգային կոնսենսուսն է։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից, մի մասը օկուպացված է Թուրքիայի կողմից եւ այս process-ը շարունակվում է։ Գևորգ, ժամանակը մենք վաղուց անցել ենք հատկացված, բայց չափազանց հետաքրքիր էր յուրաքանչյուր հարցը եւ ինչպես միշտ ձեր շատ հստակ մոտեցումները եւ
այդ յուրատեսակ այսպես հարցադրում Ադրբեջանի սահմանադրության եւ պայմանագրի այսպես հակասության կամ չկարողանալու հետ կապված ստորագրելու վերջին հարցն եմ ուզում տալ Գևորգ ասենք ապագային նայելով որտեղ մենք ամեն ինչը անցյալին անդրադարձանք դուք ձեր խոսքի մեջ ասեցիք որ հայ ժողովրդի պոտենցիալը կամ հնարավորությունը թույլ չի տալիս ճեղքել այս ռուս-թուրքական այս դավադիր երկար հարյուրամյակներ անգամ տևող այս մղձավանջը որն է այն լծակը որ կամ արտաքին ուժը կամ ներքին ուժը կամ ներքին պոտենցիալ as ձեզ որ կարող է այդ թունելի վերջում լույսը երևա որտեղ դուք այդ լույսը ձերեն տոնածառի դեպք որ հա ձեր վրա չգիտեմ գործ կա այս պահին թե բազում այս գործերի մեջ ինքներդ էլ եք անցնում քրեական սուտի գործերով եւ այսինքն որն է այն կետը որը թույլ կտա այս մղձավանջը այս վայրեջքը այս չգիտեմ արդեն անունը չենք կարող գտնել որը թույլ կտա կանգնեցնել առնվազն ամբողջը եւ քիչ-քիչ վերականգնել Հայաստանի Հանրապետության եւ տարածքային ամբողջականությունը եւ մեր իրավունքները եւ հայկական պետականությունը իրոք վերականգնվի խնդրեմ եւ ձեր ուղերձ Իմ նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերով ես ճանաչվել եմ մեղավոր եւ դատապարտվել եմ Այս պահի դրությամբ քրեական գործ չկա հարուցված, բայց ես միշտ սիրում եմ ասել, Քենեդիի սպանության գործը դեռ բացահայտված չէ։ Եվ վաղը կարող է պարզվել, որ ես մասնակցություն եմ ունեցել եւ նոր քրեական գործ հարուցել, այսինքն Հայաստանում քրեական գործ հարուցելը շատ հեշտ բան է եւ ցանկացած մարդու վրա կարող են բացարձակ անհեթեթ քրեական գործեր հարուցել։ Ինչ վերաբերվում է հայ ժողովրդի պոտենցիալին, ապա ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը ունի այդ պոտենցիալը, բայց չի օգտագործում։ Այստեղ կամքի խնդիր է։ Մեր ժողովուրդը չի ուզում կամք դրսևորել եւ տեր դառնալ իր պետությանը։ Մենք մի տեսակ դարձել ենք մի ժողովուրդ, որը սիրում է իր գլխին տեր ման գալու։ Եվ նաև խոսույթի մեջ շատ մեր քաղաքացիներ ասում են, թե մեկը չկա գա մեր գլխին տերի, գա մեզ տեր կանք։ Այսինքն այս խոսույթն անգամ անթույլատվելի է։ Երբ որ դու ման ես գալիս տեր քո գլխին, ապա դու դառնում ես ստրուկ։ Եվ բացարձակ էական չի այդ տերը ով է։ Օրինակ կան մարդիկ, ովքեր այդ տիրոջը պատկերացնում են Ռուսաստանի տեսքով, կան մարդիկ, ովքեր պատկերացնում են ԱՄՆ-ի տեսքով կամ հավաքական արևմուտքի տեսքով ում էլ որ դու ման ես գալիս քո գլխին տեր, դու դառնում ես իր ստրուկը։ Իսկ լավ ստրուկ չի լինի։ Այսինքն խնդրի լուծումը բացառապես մեր մեջ է։ Այո, միջազգային հարաբերությունները, դիվանագիտությունը, այլ պետությունների հետ հարաբերությունները շատ կարևոր են։ Դաշնակիցներ գտնելը շատ կարևոր է։ Սակայն դրա համար նախ եւ առաջ պետք է ունենալ պետություն։ Իսկ պետություն ունենալու համար նախ եւ առաջ այդ պետության հասարակությունը հայ ազգը պիտի ուզենա ունենալ պետություն եւ այդ պետության համար գնալ ինքնազոհության։ Մենք պետք է հասկանանք, որ որևիցե ազգի պետականությունը ու ազատությունը նվեր չի տրվել։ Դուք այսօր գտնվում եք աշխարհի ամենահզոր պետություններից, պետությունում, մեկում էլ չէ, ամենահզոր եւ ամենազարգացած պետությունում, բայց նրանք ԱՄՆ-ի պատմությունը ԱՄՆ-ի ժողովուրդը ինչքան արյուն թափեց, որպեսզի ԱՄՆ-ն դառնա այդպիսի հզոր պետություն։ Ինչ վայրիվերումների մեջով անցավ, ինչքան ընդվզեց, սկզբից անգլիացիների դեմ, հետո իր ներսում քաղաքացիական պատերազմ, հետագայում նաև իրավունքների եւ ժողովրդավարության ամրագրման ճանապարհին, սևամորթների շարժումներ, կանանց իրավունքների պաշտպանության շարժումներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն որևիցե բան, որևիցե իրավունք, որևիցե ազատություն չտրվեց հենց այնպես եւ դա ոչ մեկին էլ չի տրվում։ Ֆրանսիան օրինակ, հա մենք խոսում ենք այդ հրաշալի պետության մասին եւ ֆրանսիական մեծ հեղափոխության մասին, որը դարձվեց Ֆրանսիան հանրապետություն։ Այդ հեղափոխության ընթացքում Ֆրանսիայի կեսը զոհվեց։ Բայց Ֆրանսիայի ժողովուրդը տվեց այդ արյունը, Ֆրանսիայի ժողովուրդը տվեց այդ ուրեմն վճարը լինելու այսպիսի հզոր զարգացած եւ քաղաքակրթության օրան հանդիսացող պետություն։
որևիցե պետությունության աշխարհում եւ որևիցե ժողովրդին ազատությունը, անկախությունը նվեր չի տրվում։ Եվ մենք դա պիտի գիտակցենք, որ մենք պիտի գնանք պետականաշինության ճանապարհով եւ այո, այդ ճանապարհին մենք պիտի գնանք ինքնազոհությամբ։ Եվ ինքնազոհությունը չի վերաբերվում միայն կյանքի զոհության։ Ինքնազոհության բազմաթիվ այլ դրվագներ կարող են լինել։ Դա կարող է լինել ազատության զոհությունը, դա կարող է լինել անգամ ժամանակի զոհությունը։ Այսինքն յուրաքանչյուր մարդ իր չափով կարող է գնալ ինքնազոհության, բայց մենք պիտի հասկանանք, որ առանց դրա չի լինի։ Եվ այս գիտակցության պարագայում մեր ապագան ուղղակի պայծառ է լինելու եւ այնպես չի, որ մենք ավելի օրինակ հիմար ազգ ենք, քան հրեաները, ովքեր որ ստեղծել են նման հրաշալի մի պետություն, իհարկե մի պետություն, որը հրեշագործություններ էլ նաև գործում, բայց զուտ եթե նայենք այդ պետության կրթական համակարգը, գիտական համակարգը, արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը, այս ամեն ինչը հրեաները ստեղծեցին ուղղակի չոլի մեջ, անապատում ստեղծեցին աշխարհի լավագույն գյուղատնտեսություն, անապատում, որտեղ ջուր չկա։ Այսինքն այս ամեն ինչը տեղի ունեցավ երկու հանգամանքի հետևանքով։ Նրանք խնդիր դրեցին պետություն ունենալու եւ նրանք պատրաստ են պետականության համար ինքնազոհության։ Հիշեցնենք, որ հրեական պետության հայտարարման առաջին իսկ օրը Հորդանան անցավ հարձակում։ Եվ հրեաները չունենալով պետություն, չունենալով բանակ, չունենալով ոչինչ, կռվեցին Հորդանանի բանակին, կռվեցին եւ հաղթեցին։ Իհարկե նաեւ ինքնազոհության։ Այնպես չի, որ մենք ավելի քիչ հայրենասեր ենք, քան ճապոնացիները, ովքեր որ ըստ էության ստացան 2 ատոմային հարված։ Մեկը ուրեմն ժամանակին ատոմային ռումբի տեսքով, մյուսը հետագայում ատոմային կրիզիս տեղի ունեցավ, երբ որ ցունամին հարվածեց նրանց ատոմականին։ Սակայն այս ժողովուրդը հենց իր միասնության եւ իր հայրենիքի նվիրվածության արդյունքում երկու ճգնաժամներ հաղթահարեց եւ ստեղծել է աշխարհում լավագույն տնտեսություններից մեկը։ Սակայն երբ որ օրինակ Ճապոնիայում տեղի է ունենում ինչ որ միջազգային որևիցե հանդիպում, դուք կտեսնեք, որ այդ մարդկանց դիմավորում են տարբեր պետության ղեկավարներին ճապոնացիներ, որոնք ունեն ճապոնական տարաս։ Այսինքն Ճապոնիան պետական մակարդակով քարոզում է, որ ինքը հանդիսանում է ավանդական պետություն, ինչպես նաև պետք է հիշել, որ ինքը հանդիսանում է կայսրություն եւ ունի կայսեր, նույնպես պահպանում է այդ ավանդությունը, այսինքն այնպես չէ, որ մենք ավանդական չենք, այնպես չէ, որ մենք չենք կարող լինել նույնչափ նվիրյալ պետությանը։ Ուղղակի պետք է լինի երկու որոշում։ Մենք պետք է ազգովի որոշենք, որ մենք ուզում ենք պետություն ունենալ, եւ մենք պետք է հասկանանք, որ դա հենց այնպես չի։ Սրանից հետո մենք կգտնենք եւ դաշնակիցներ, որովհետեւ կան մի շարք պետություններ, ում հետ մեր շահը համընկնում է, եւ մենք կունենանք եւ հզոր տնտեսություն, իհարկե դա մի օրում չի լինում, դա պետք է կառուցել, մենք կունենանք եւ հզոր բանակ եւ կապրենք ազատության մեջ, բայց առաջի այս երկու քայլը պետք է անել։ Ցավոք սրտի 30 տարիների ընթացքում մենք դա չենք անում։ Եվ եթե մենք դա շարունակենք չանել, ապա հայկական պետականությունը կվերածվի։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր կարծում են, որ մենք եղել ենք կանգ ու կլինենք։ Ես միշտ օրինակ եմ բերում ասորիներին, որոնք ունեցել են ահռելի մի կայսրություն, աշխարհակալ մի կայսրություն, սակայն այսօր Ասորստանը չկա եւ ասորիները ցակ ու ցրիվ աշխարհով մեկ ապրելով ասում են մենք ժամանակին պետություն ենք ունեցել։ Եթե մենք չհասկանանք, որ առանց մեր պետության մեր ազգի գոյությունը անհնարին է, որպես ազգ, որպես միավոր, ապա մենք կդառնանք ասորիների նման եւ ցակ ու ցրիվ աշխարհի տարբեր պետություններում կասենք ժամանակին մենք պետություն ենք։ Եվ պետք է այդ որոշումը ձեր ասած ինչպես մի շատ հստակ ու տեղադրված այդ երկու որոշումներից է մեր կախված։ Այդ որոշումը կարող է լինել եւ բացասական եւ դրական։ Բացասականի դեպքում կկորենք կգնանք պատմության փոշիների մեջ, ոնց որ ասորիները եւ շատ այլ ազգեր, դրականի դեպքում մենք ունենանք վերականգնող պետություն, հարնող պետություն,
Շնորհակալություն ձեր ամբողջ ջանքերի համար այս ամբողջ տարիներին, իրոք դուք այդ մարդը չեք, եւ այսօրվա ձեր խոսքը թող ուղերձ լինի բոլորին, խնդրեմ տարածել, ովքեր կլսեն, որտեղ մենք անդրադարձանք ըստիս մի քանի կարևոր իրավական խնդիրների, ուղերձների եւ անչափ շնորհակալություն ձեր ժամանակի համար, ձեզ լավ օր, ներողամիտ եղեք առավոտ վաղ ձեզ այս եթերին հրավիրելու համար, ամենայն բարիք մեզ էլ, մեր ժողովրդին կամք, ուժ եւ ձեր ասած երկու որոշումներին դերական ուղղությամբ կատարում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ոչ մի խնդիր չկա, մեզ մոտ բավականին արդեն առավոտ է, եւ այս ժամերին արթնանում ենք։ Շնորհակալ եմ նաեւ ձեր գործունեության համար, Սփյուռքում շատ կարևոր է ունենալ մանավանդ ինֆորմացիոն, մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում եւ ինֆորմացիոն կետ, որպեսզի նաեւ սփյուռքահայությունը հաղորդակից լինի այն բոլոր խնդիրներին, որոնք կան մեր երկրում, որովհետեւ մենք մեկ ազգ ենք եւ պետք է լինենք մեկ միավոր։ Իհարկե, եւ ավելնոց չհամարեմ եւս մեկ անգամ շեշտել, քանի որ ապրիլի 24-ի ոգեկոչման օրն է, ովքեր Կալիֆոռնիայում են, ովքեր կարող են միանալ, իհարկե Երևանում հիմնական արարողությունը եւ ոգեկոչումը, բայց նաեւ Մոնտեբելոյի հուշահամալիր ենք մենք շարժվում ժամը 2-ին ամսի 24-ին, ովքեր կարող են գալ ԱԺԲ-ի գրասենյակ ժամը 1-ին, եւ այնուհետեւ մենք կլինենք նաեւ Վրիժառուի գերեզմանի մոտ մեր ոգեկոչման, մեր այդ արդարահատույց պահանջը եւս մեկ անգամ հնչեցնելու համար։ Շնորհակալություն Գևորգ, լավ օր, ցտեսություն։